Մինչև հաղորդումը դիտելն անպայման բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք նոր և իրական պատմությունները։ Ողջույն, այսօր կխոսեմ Խորհրդային Միության պատմության մեջ աննախադեպ դեպքի մասին, որը տեղի է ունեցել ուղիղ 48 տարի առաջ։ 1977 թվականին Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երևանի պետական բանկն աննախադեպ թալանի ենթարկվեց, որը մինչև օրս համարվում է որպես դարիգողություն։ Այս պատմությունն աղմուկ էր բարձրացրել ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ Խորհրդային Միությունում։ Գողության մասին գրում էր նաև միջազգային մամուլը։ Նման հանդուգն քայլի մասին չէր կարող մտածել անգամ այսպես կոչված ամենակատարյալ արհեստավարժ գողը։ Սակայն դրա մասին մտածեցին և կյանքի կոչեցին հորեղբոր տղաներ Նիկոլայ և Ֆելիքս Կալաչյանները։ Այն ժամանակ գողոնը կազմել էր մոտ 1,5 միլիոն խորհրդային ռուբլի։ Դոլարի այն ժամանակվա փոխարժեքով մոտ 2 միլիոն ամերիկյան դոլար։ Մինչև հիմա անհնար է երևակայել, թե պահեստի առաստաղի մեջ մոտ 34 սանտիմետր տրամագծով անցքով ինչպես կարող էր մարդ անցնել։ Կրիմինալ տաղանդները շատ տարբեր էին միմյանցից։ Մեկը 26-ամյա Նիկոլայը ապրում էր Կրասնոյարսկում, ծանր աղքատության մեջ։ Նրա հայրը հիվանդ էր քաղցկեղով, ընտանիքը ողջ եկամուտն ուղղում էր դեղորայքի գնմանը։ 4-րդ դասարանում Նիկոլայը փախել է տնից դեպի գնչուական ճամբար, այնուհետև զբաղվել թմրավաճառությամբ և աշխատել որպես աղբահավաք։ Ունեցել է միայն տարրական կրթություն և խառատի մասնագիտացում։ Նա եղել է չափազանց ինքնահավան և ազդեցիկ։ Առաջին կողոպուտի ժամանակ Նիկոլային ընկերների հետ թալանել է խնայ դրամարկղը, որի համար անցք են բացել պատի մեջ։ Գործը չի բացահայտվել, իսկ կողոպտիչները կարողացել են գումարը ծախսել ըստ անհրաժեշտության։ Հետագայում Նիկոլայը գալիս է Երևան և հանդիպում հորեղբոր որդու Ֆելիքսի հետ։ Ի տարբերություն Նիկոլայի, Ֆելիքսն օրինակելի տղա էր, ամուսնացած, ուներ սպորտի վարպետի կոչում։ Սակայն ընտանիքն աղքատության մեջ էր ապրում։ Նիկոլային անմիջապես գնահատում է եղբոր սպորտային ունակություններն ու սոցիալական վիճակը և որոշում է նրան օգտագործել իր հանցագործ մտքերն իրագործելու համար։ Սկզբում Ֆելիքսը կտրուկ մերժում է եղբոր առաջարկը, սակայն հետագայում ելնելով ֆինանսական ծանր վիճակից համաձայնում է։ Սկզբում նրանք կոտրելով պատը թալանում են աուդիոտեխնիկայի խանութը, տանելով մագնիտոֆոններ։ Որքան էլ տարօրինակ է, գողության համար ոչ ոք ոստիկանություն չի դիմում։ Տեսակետ կա, որ տեխնիկան անօրինական է լինում։ Մագնիտոֆոնները եղբայրները վաճառում են 15,000 ռուբլիով, որի մի մասը Ֆելիքսն ուղարկում է ընտանիքին, իսկ գումարի մյուս մասը եղբայրները ծախսում են Մոսկվայում, շռայլ կյանք վարելով։ 1977 թվականին եղբայրները հանդիպում են Նիկոլայի ընկեր Զավեն Բաղդասարյանին, որն աշխատում էր Երևանի կենտրոնական բանկի փողերի հաշվառման բաժնում։ Նա ասում է, որ բանկում 100 միլիոն ռուբլի կա և տալիս է գողության գաղափարը։ Նիկոլայը սկզբում հրաժարվում է, ասելով, որ զինված կողոպուտով չի զբաղվում։ Սակայն Զավենը համոզում է, որ այն ավելի պարզ գողություն կլինի, քանի որ փողերը դրված են դարակների վրա, ոչ թե պահոցում, և նկարում է երկրորդ հարկի պլանն ու անվտանգության ազդանշանների տեղաբաշխումը։ Կողոպուտի ծրագիրը մշակվում է շուրջ 5 ամիս։ 1930-ականներին կառուցված Պետբանկի Երևանյան եռահարկ շենքը, ինչպես հիմա, այն ժամանակ ևս գտնվում էր Երևանի սրտում, այժմյան Վազգեն Սարգսյան փողոցում։ Նիկոլայը ձևանալով նկարիչ սկսում է շրջել բանկի տարածքում, ուսումնասիրելով աշխատանքի նրբությունները և պարզում է, որ ոստիկանական բաժանմունքը գտնվում է առաջին հարկում և հանգստյան օրերին ընդամենը 2 ոստիկան է հերթապահում։ 1977 թվականի օգոստոսին գողության ամբողջական պլանը պատրաստ էր։ Ըստ Նիկոլայի, ներխուժելով բանկի հետ ընդհանուր պատ ունեցող բնակելի շենք, այնուհետև պատի մեջ անցկանելով հնարավոր կլիներ մտնել աշխատակիցների հանգստի սենյակ։ Այնտեղ ևս հատակին պետք էր անցք բացել և մտնել փողերով լի սենյակ։ Նիկոլայը հաշվարկել էր ամեն ինչ, անգամ շոգ եղանակին հանքային ջուր Ֆելիքսի համար։ Նիկոլայի գլուխգործոցը հովանոց օգտագործելն էր, որը պետք է անցներ անցքի միջով, բացվեր, որպեսզի անաղմուկ պահեր թափվող քարերի ձայնը։ Որոշված էր գործն իրականացնել օգոստոսի 5-ին, շաբաթ օրը, սակայն մեկ շաբաթ առաջ Նիկոլայն ավտովթարի է ենթարկվում և օպերացիան ղեկավարում է հիվանդանոցից։ Ֆելիքսը եղբորից ցուցում է ստանում ոչ մի պարագայում գործը չհետաձգել։ Ֆելիքսը նախանշված օրը բարձրանում է բնակելի շենքի 3-րդ հարկ, որպեսզի պատի մեջ անցք բացի։ Տանջվում է ամբողջ գիշեր, բայց չի հաջողում։ Հաջորդ օրը երեկոյան նա վերադառնում է նույն վայր, օգտագործելով պլան B-ն։
Բարձրանալով բնակելի շենքի տանիք հայտնաբերում է, որ երրորդ հարկի հանգստի սենյակի պատուհաններն առանց ճաղավանդակ են ու բաց, քանի որ վերանորոգում է իրականացվում։ Այդ ժամանակ մարզիկ Ֆելիքսը դիմում է ծայրահեղ ռիսկի, տանիքից թռնում է բաց պատուհանից ներս, ինչը կատարում է ոսկերչական ճշտությամբ։ Հետագա աշխատանքներն ընթանում են ըստ պլանի։ Բացելով 34 սանտիմետր տրամագծով անցք Ֆելիքսը հայտնվում է փողերով լի սենյակում, պարանի օգնությամբ իջնելով պահուստարան։ Առավոտյան ամբողջ գումարը լցրած ուսապարկում, որը կշռում էր 32 կիլոգրամ, Ֆելիքսը շտապում է հիվանդանոց Նիկոլայի մոտ։ Բանկում գողության մասին իմանում են 3 օր անց։ Հետագայում երկու եղբայրները բնակարան են վարձում, որտեղ եւ պահում են գումարը, սակայն Նիկոլայը նկատում է, որ բոլոր 100 ռուբլիանոցները նույն սերիան ունեն եւ անմիջապես հասկանում է, որ դրանք ծախսել չի կարելի։ Թղթադրամները նոր էին շրջանառության մեջ մտնում եւ դեռ չէին հասցրել երկրով մեկ տարածվել։ Խորհրդային միությունում շատ մեծ աղմուկ է բարձրանում եւ Լեոնիդ Իլիչ Բրեժնևը գործն անձամբ իր վերահսկողության տակ է վերցնում եւ կարգադրում, որ ստուգվեն գործածության մեջ գտնվող բոլոր 100 ռուբլիանոց թղթադրամների սերիաները։ Հետաքրքիրն այն էր, որ գողության ժամանակ Ֆելիքսը ոչ մի մատնահետք չէր թողել։ Եղբայրները մեկնում են Մոսկվա, այնտեղ Նիկոլային անմիջապես սիրուհի է գտնում, որի օգնությամբ գողոնը Երևանից տեղափոխում են Մոսկվա։ Երևանի կայարանում ոստիկանական ստուգումների ժամանակ Լյուդմիլան գրեթե բռնվելիս է լինում, սակայն Նիկոլային ընդամենը 10 ռուբլի կաշառելով կարողանում է սիրուհուն փրկել։ Եղբայրները Մոսկվայում շքեղ կյանք են վարում, ծախսելով հիմնականում մանր թղթադրամները։ Նիկոլայը որոշում է 100 ռուբլիանոցներով գնել խորհրդային տարիներին հայտնի վիճակախաղի տոմսեր։ Բնականաբար եղբայրները չէին պատրաստվում անձամբ գնալ խնայդրամ արկղ։ Այդ պատասխանատու գործը հանձնում են Նիկոլայի սիրուհու Լյուդմիլայի եղբորը Վլադիմիր Կուզնեցովին, խաբելով նրան, թե փողերը քրոջ ճոխ հարսանիքը կազմակերպելու համար են։ Սկզբում գործերը շատ լավ են ընթանում, սակայն ավելի ուշ, երբ փորձում են միանգամից 6000 ռուբլի փոխանակել, գանձապահի մոտ կասկած է առաջանում եւ նա դիմում է ոստիկանություն։ Իհարկե, Լյուդմիլայի եղբորը հաջողվում է փախչել, սակայն գանձապահ կինը հիշում է տղամարդու դեմքն ու ավտոմեքենայի պետհամարանիշը։ Շատ հեշտությամբ իրավապահները գտնում են Լյուդմիլայի եղբորն, այնուհետև Կալաչյան եղբայրներին։ 1978 թվականի հունիսին Նիկոլային եւ Ֆելիքսին ձերբակալում են, այդ ընթացքում նրանք ծախսած են լինում 600,000 ռուբլի։ Փողերի մի մասը թաքցրած են լինում ավտոմեքենայի անվադողերի մեջ, մյուս մասը Ֆելիքսի Լենինականի տան նկուղում։ Եղբայրները հարցաքննության ժամանակ ամեն ինչ պատմում են։ Նիկոլայի մայրը մահանում է նախաքննության ժամանակ, իսկ Ֆելիքսի ընտանիքի գույքը բռնագրավում են։ Ի դեպ, հետագայում փորձաքննության ժամանակ Ֆելիքսը չի կարողանում կրկնել կողոպուտի սցենարը։ Դատարանում վերջին խոսքի ժամանակ Ֆելիքսը դիմելով կնոջն ասում է, որ երեխաներին ազնիվ մարդ դաստիարակի։ Կալաչյան եղբայրներին դատապարտում են գնդակահարության, իսկ Զավեն Բաղդասարյանին 11 տարվա ազատազրկման։ Այն ժամանակ Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Սարգիսովը, հաշվի առնելով, որ գողության ընթացքում զինված հարձակում եւ զոհեր չեն եղել, որ Ֆելիքսն ունի անչափահաս երեխաներ, Խորհրդային Միության Գերագույն խորհրդին խնդրում է ներում շնորհել նրանց։ Խնդրանքը բավարարվում է։ Ցավոք, եղբայրներին փրկող թուղթը Երևան է հասնում գնդակահարությունից 1 օր հետո։ Չմոռանաք բաժանորդագրվել ալիքին, հավանել տեսանյութն ու մեկնաբանություն թողնել։